Իրանի Սպահան քաղաքի հարավում գտնվում է Նոր Ջուղայի հայկական ընդարձակ թաղամասը, որի կենտրոնական մասում է առաջնորդանից Սուրբ Ամենափրկիչ վանքը։ Այստեղ էր Նոր Ջուղայի, Իրանի հարավային շրջանների և մինչև 1979 թվականը Հնդկաստանի հայերի մայր տաճար Սուրբ Հովսեփ Արմատացի եկեղեցին, որի կառուցումը ավելի քան 50 տարի արգելված է եղել Շահ Աբբաս առաջինի հակաօսմանական քաղաքականության հետևանքով։ 16-րդ դարից սկսեց թուրք-պարսկական պատերազմները, որը տևեց 220 տարի։ Պատերազմների հիմնական թատերաբեմը հայկական լեռնաշխարհն էր։ Շահ Աբբաս առաջինը, նպատակ ունենալով վերականգնել այն տարածքները, որը կորցրել էր Շահ Իսմայիլը, օսմանական բանակի պարտություն կրելով Շադրանի ճակատամարտում 1514 թվականի օգոստոսին։ 1603 թվականին նա արշավանք սկսեց դեպի Հայաստան և Վրաստան։ 1604 թվականին Շահ Աբբասը սկսում է նահանջել, երբ օսմանական բանակը հասնում է Հայաստան։ Որպեսզի թույլ չտա թշնամու բանակը անցնի Արաքսկետը, գործադրում է տարածքներն ամայացնելու քաղաքականությունը, ուստի բռնի գաղթեցում է Արևելյան Հայաստանի, հատկապես Նախիջևանի և Արարատյան դաշտի բնակչությունը դեպի Պարսկաստանի խորքերը։ Արաքս գետի ափին գտնվող հին Ջուղայի բնակչության հետ Երևան, Կարս, Նախիջևան, Թավրիզ քաղաքների հայ արհեստավորներին և վաճառականներին բնակեցնում է Սպահան մայրաքաղաքի հարավից հոսող Զայանդերուտ գետի մյուս ափին։ Իսկ 7 տարի հետո, նպատակ ունենալով հայերին մեկընդմիշտ պահել մայրաքաղաքում, նրանց է հանձնում գետի և Սոֆա լեռան միջև ընկած 223 հեկտար տարածքը, որտեղ էլ հայերը կառուցում են իրենց տները և այն անվանում Նոր Ջուղը։ Շահ Աբբասը, շարունակելով հակաօսմանական քաղաքականությունը, նպատակ ուներ ոչ միայն պարտությամբ մատնել օսմանյան կայսրությանը, այլև ամբողջովին ոչնչացնել նրան։ Ուստի այդ նպատակին հասնելու համար դաշնակիցների կարիք ուներ։ Չկարողանալով տարածաշրջանում դաշնակիցներ գտնել, ուշադրությունը սևեռում է դեպի Եվրոպա և մշակում մի ծրագիր։ Եվրոպացիներին սիրաշահելու համար 17-րդ դարի սկզբից թույլ է տալիս, որ կաթոլիկ քարոզիչներ իրենց աշխատանքը սկսեն Պարսկաստանի ոչ մահմեդական շրջաններում։ Նպատակին ավելի արագ հասնելու համար 1614 թվականին մի հրաման է արձակում, ըստ որի պետք է քանդեին Սուրբ Էջմիածնի մայր տաճարը և քարերը ամբողջովին տեղափոխելով Սպահան, Նոր Ջուղայի արևելքում գտնվող Բաղեզերեշ վայրում վերակառուցեին սույն եկեղեցին, ապա այն պետք է հանձնեին Հռոմի պապի ներկայացուցչին, որտեղ նա պետք է զբաղվեր երկրի քրիստոնյաների հոգևոր գործերով։ Իսկ ինչու էր պետք Էջմիածնի մայր տաճարը տեղափոխել Սպահան, մինչդեռ առանց այդ քարերի էլ Շահ Աբբասը կարող էր իր մայրաքաղաքում շքեղ մի եկեղեցի կառուցել։ Նա քաջատեղյակ էր, որ Էջմիածնի մայր տաճարը հայերի համար սուրբ վայր էր։ Շահ Աբբասը լավ էր հասկանում հայերի մեծ դերը Իրանի միջազգային առևտրի, արհեստի և անգամ արվեստի գյուղատնտեսության մեջ և չէր ցանկանում, որ հայերը վերադառնային իրենց հայրենիք։ Ուստի Սուրբ Էջմիածնի մայր տաճարը տեղափոխելով Սպահան, ցանկանում էր թե հայերին կապել իրենց նոր գաղթօջախի հետ և թե իրականացնել իր ծրագիրը Հռոմի պապի մոտ։ Որպես Էջմիածնի մայր տաճարի քանդելու պատրվակ, իր հրամանում շեշտում էր, որ կաթողիկոսը եկեղեցուց հանել և վաճառել է սուրբ մասունքները նեստորականներին և այլ քրիստոնյաներին, ուստի եկեղեցին կորցրել է իր սրբությունը։ Շահ Աբբասի ծրագիրն իրականացնելու դեպքում նախ ամբողջովին կավերվեր Էջմիածնի մայր տաճարը, ապա իրանահայերը պարտադիր պետք է ընդունեին կաթոլիկությունը, որից հետո այն կտարածվեր Արևելյան Հայաստանում և այսպիսով հայ առաքելական եկեղեցին կկորցներ իր անկախությունը և կդառնար կաթոլիկ եկեղեցուն ենթակա կառույց։ Նպատակին հասնելու համար Շահ Աբբասը անգամ թույլ չէր տալիս Նոր Ջուղայի հայերին իրենց առաջնորդանի Սուրբ Ամենափրկիչ վանքում պատշաճ մի եկեղեցի կառուցեին։ Վանքում որպես մայր տաճար գոյություն ուներ դեռևս 1605 թվականին կառուցված մի փոքր անշուք եկեղեցի։ Մինչդեռ այդ ժամանակ Նոր Ջուղայում կառուցվել էր մի քանի շքեղ եկեղեցիներ, ինչպես Բեթխեհեմը։ Պատճառը պարզ էր։
Էջմիածնի մայր տաճարը տեղափոխվելով Սպահան, այն պետք է դառնար առաջնորդանից եկեղեցի։ Տեղի հայ առաքելական եկեղեցու առաջնորդները հայ խոջաների օգնությամբ փորձում էին կասեցնել քարոզիչների գործունեությունը։ Այս ամենի հետևանքով երկու եկեղեցիների միջև անախորժ դեպքեր էին տեղի ունենում։ Շահ Աբասի հրամանը և Հռոմի պապին տված խոստումները մեծ պատուհաս էին դարձել իրանահայ համայնքի համար։ Կար նաև վտանգը, որ հրամանը իրականություն դարձնելու դեպքում շահը մի նոր հրամանով ամբողջ արևելյան Հայաստանի հայկական եկեղեցիները կհանձներ Հռոմի պապին։ Ուստի նոր Ջուղայի հայ համայնքը հոգևորականների և խոջաների օգնությամբ ջանում էր կասեցնել այդ հրամանը։ Արքունիքում մեծ հեղինակություն ուներ հայ վաճառական Խոջանազար Վերիջանյանը, չնայած նրան չէր հաջողվել բեկանել շահի հրամանը, բայց նա կարողացավ դիմադրել եվրոպացի վաճառականներին և Հռոմի պապի ներկայացուցիչների ճնշումներին։ Թույլ չտվեց, որ գործը քարոզչական աշխատանքից անցնի հրամանի ամբողջական իրագործմանը։ Այս ամենին օգնության հասավ Էջմիածնի մայր տաճարի տեղափոխման ծրագրի մեծ ծախսերը։ Չնայած մայր տաճարի որոշ մասեր ավերել էին և քարերի մի մասը տեղափոխել Պարսկաստան, որոնցից 15 կտորը մինչև հիմա որպես սրբություն պահպանվում է Նոր Ջուղայի Սուրբ Գևորգ եկեղեցու գավիթում։ Շուտով դադարվում է նրա հիմնահատակ քանդելը։ Երբ գահ է բարձրանում Շահ Աբբաս II, Նոր Ջուղայի համայնքը նորից դիմում է շահին չեղյալ հայտարարել Շահ Աբբաս I-ի հրամանը, ինչպես նաև արգելել կաթոլիկ քարոզիչների գործունեությունը։ Շահը, ի հարգանք Հռոմի պապի, չի ընդունում խնդրանքը, բայց նրա համար պարզ էր, որ եվրոպացիները չէին կատարելու իրենց խոստումը։ Ուստի 1654 թվականին արձակում է մի նոր հրաման, որով կասեցվում է պապի համար կառուցվելիք եկեղեցին, ինչպես նաև դադարեցնում արքունի հովանավորությունը կաթոլիկ քարոզիչներին։ Շահ Աբբաս II-ի հրամանը գրված էր հետևյալը. մայրաքաղաքում բնակեցված հայ ռամիկները տեղեկացրին, թե սույն եկեղեցու կառուցումը նրանց մեջ երկպարակտում է առաջացնում, որի պատճառով հեռանում են օտար երկրներ։ Ուստի եկեղեցու կառուցումը արգելում ենք։ Այսպիսով, բարենպաստ պայմաններ ստեղծվեց կառուցելու մայր տաճարը։ Հայ խոջանների դիմումների արդյունքում շահը թույլ է տալիս կառուցել այն, թեմի առաջնորդ Դավիթ եպիսկոպոս Ջուղայեցու նախաձեռնությամբ և Նոր Ջուղայի բնակչության նյութական օժանդակությամբ Սուրբ Ամենափրկիչ վանքի անշուք եկեղեցին քանդում են, և 1655 թվականին սկսում են կառուցել նոր եկեղեցի, որը 1664 թվականին ավարտին է հասցվում, և այն ոցվում է Սուրբ Հովսեփ Արմատացի անունով։